Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սիմոնյան, նախընտրական քարոզարշավն ավարտին է մոտենում, այն բավականին լարված անցավ աղմուկի եւ փոխադարձ վիրավորանքների պայմաններում։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս ընթացքը, այս պայմաններում որքանով հաջողվեց ձեր ասելիքը ծրագրերը հասցնել մեր քաղաքացիներին։ Շատ լարված է իրականում ընթանում եւ որոշակի կանոնների խախտում են իրականացնում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են թիրախավորել եւ քաղաքական գործիչներ կան, որ սանձարձակության աստիճանը ուզում են հատած լինել, բայց ինչևից է ժամանակակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությանը խաբել չի ստացվելու, որտեվ շատ բոլորը գիտեն, թե որ քաղաքական ուժը եւ որ քաղաքական գործիչը ինչ արժե իր սկզբունքներով պայմանավորված, իր հեղինակությամբ պայմանավորված եւ այլն։ Չստացվեց հերյուրանքներ տարածել, չստացվեց մեր քաղաքական ուժը եւ անձամբ ինձ կապել սրան նրան, հեղինակազրկել եւ որպես այդպեսին վատ լույսի ներքո ներկայացնել, որովհետեւ մարդիկ շատ լավ հասկանում են, տարիներ շարունակ հետևում են եւ քանիցս համոզվել են, որ Հայաստանի շնորհապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ տեսակետները եւ մոտեցումները պետք է լսեն բացառապես հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանից եւ տարիներ շարունակ տեսակետներն ու ծրագրային դրույթների մասին ուսումնասիրությունները մարդկանց բավարար է, որ կարողանան հավասարարժեք գնահատել եւ պատշաճ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում։ Այո։ Մեր նախորդ զրույցի ժամանակ դուք նշեցիք, որ ձեր հարցումներով դուք երրորդ տեղում եք գտնվում, նաև նշել եք, որ երկրորդ տեղի համեմատ տարբերությունը այնքան էլ մեծ չի, բայց օրինակ հրապարակված բոլոր սոցհարցումների համաձայն շնորհապետական կուսակցությունը անցողիկ շեմը չի հաղթահարում, այստեղ որոշներում մոտ է, բայց այնպիսի հարցում չեմ հիշում, որով դուք կհաղթահարեիք, թեպետ նույն հարցումները մեկը մյուսին հակասում են, բավականին իրարամերժ պատկերներ են արտացոլվում, ինչն էլ բավականին բան է ասում այդ հարցումների մասին։ Իսկ կարող եք հղում ցույց տալ, որ հարցումները նկատի ունեն Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով որ ուժներ այդտեղ անցողիկ Նիկոլ Փաշինյանի ուժը ստանում էր 38%, ուրիշ որևէ ուժ չէր հավաքում անգամ անցողիկ շեմ։ Իսկ մյուսով գելափներ, այնտեղ որոշ թվով անցողիկ ուժեր կային, բայց էլի ձեր ուժը դրանց շարքում չէր։ Առհասարակ դուք կտեսնեք, քանիցը սխալված սոցիոլոգիական հարցումը ֆոկուսնիկություն են անում, դե սոցիոլոգիական հարցումների հոտ անգամ չի գալիս։ Այնպես որ եկեք հանրությանը ճիշտ տեղեկատվություն տանք։ Հիմա IRA-ի հարցումներին IRA-ի հարցումները եթե վերցնում Փաշինյանը ձերն էլ 2% էր, եթե չեմ սխալվում։ Բայց մեկ անցողիկ շեմ էինք հաղթահարել։ Օրենքի ուժով անգամ այդ խայտառակ ցուցանիշներով մենք էլի մտնում ենք ազգային ժողով։ Բայց 4%-ն է այս դեպքում անցողիկ շեմը։ Օրենքի ուժով ես մտնում ազգային ժողով, որտեղ քեզանից ավել ուժը, որը այնտեղ կա, դաշինք է։ Սամվել Կարապետյանի ուժը 6% էր, Քոչարյանինը 4%։ Դաշինք։ Այո։ Հետևաբար ստացվեց, որ շնորհապետական կուսակցությունը անգամ այդքան ոչ բարենպաստ սոցհարցումներով անցողիկ դիրքում է։ Իսկ իրական տվյալներով ինչպիսի դիրքում եք գտնվում ձեր ուսումնասիրություններով։ Ես կարծում եմ մենք 3 սցենարին էլ պատրաստ ենք։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը պատրաստ է եւ արտախորհրդական ուժի կարգավիճակով հանդես գալու եւ անցնելու խորհրդարան որպես երկրորդ, երրորդ դիրքավորում ունեցող ուժ եւ հաղթանակին։ Այդ 3 սցենարին էլ մենք պատրաստ ենք եւ 3 սցենարն էլ մեր ուժի պարագայում հավանական է։ Այնպես որ եկեք լրատվականներն էլ թող իրենց վրա պատասխանատվության չափաբաժին ունենան եւ ուղղակի մարդկանց չմոլորեցնեն։ Վտանգավոր ժամանակներ ենք ապրում, դուք չեք տեսնում ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն է ստանում, ապա ռիսկեր կան պետության ձևի խեղաթյուրման։ Եթե Սամվել Կարապետյանը կամ ռուսական ուղղությունն է մեծ քվեստանում, ապա Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ռուսական ծիրում, ուղեծրում էլ ավելի վատ սկզբունքներով։ Հետևաբար եկեք այլընտրանքային ուժերին չփորձենք թիրախավորել եւ ապա տեղեկատվությամբ մարդկանց աչքին արժե զրկենք։ Անկամ ձեր նշած սոցիոլոգիական հարցումները, որ մեկն է, որ կարելի է հղում կատարել, Միացյալ Նահանգների Հանրապետական ինստիտուտը, որը էլի հերրու է ճշմարիտ չափաբաժին ներկայացնելուց, անգամ այդ տվյալներով շնորհապետական կուսակցությունը անցնում է խորհրդարան։ Իսկ իրենք ինչու են խեղաթյուրում իրականությունը, լինելով բավականին հեղինակավոր կազմակերպություն։ Որտեղ սոցիոլոգիական հարցումները ըստ էության անճշտությունների տեղիք ունենում են, եւ բացի այդ Գուրգեն Սիմոնյանը ոչ վարչական լծակ ունի, ոչ էլ փող է բաժանում։
Հետևաբար մեր իրական ձայները, ովքեր որ մեզ անվանապես նշել էին, դրանք աներկբարորեն կողմնորոշված քաղաքականությունն է եւ շատ ստվար զանգված կա լայնարձակ զանգված կա, որ ուղղակի չեն նշի մեր անուն ազգանունը, դա կերևա ընտրությունների օրը։ Վախենում են, թե ինչ-որ ճնշումներ գուցե լինեն։ Գուցե չէ, ճնշումներ լինում են, մարդկանց զանգում զգուշացնում են։ Հենց ձեզ չքվեարկելու մասով։ Ոչ, հենց համապատասխան ուժերին չքվեարկելու մասով։ Պարոն Սիմոնյան, վերջերս նաև մամուլում գրվել էր, որ ձեր կուսակցությունը նախորդ տարի 8.6 միլիոն դրամի դրամական մուտքեր է ունեցել, որի գերակշիռ մասը 7.4 միլիոն դրամը եղել էր հենց անձամբ ձեր կողմից կատարված ներդրումը, նաև նշել էին, որ ձեր տարեկան եկամուտը կազմել է 171,000 դրամ։ Դուք միշտ նշում եք, որ հովանավորներ չունեք, ձեր սեփական միջոցներով եք հովանավորներ չունենք։ Դուք նախ ձեր զրույցներում նշում եք սեփական միջոցներով եք հիմնականում ֆինանսավորում։ Նման բան չկա, ես ասել եմ, որ քաղաքացիական օժանդակություն էլ կա, բայց քաղաքացիական օժանդակությունը հովանավորչություն չի։ Ես միշտ նշել եմ, որ ես ունեմ անձնական խնայողություններ եւ մեր ուժը հիմնված է քաղաքացիական օժանդակության եւ հովանավորչության վրա։ Ես ասել եմ, որ մենք որևէ մեկ օլիգարխից եւ օլիգարխներից առհասարակ կապ չունենք, կախված չենք։ Ես ասել եմ, որ արտասահմանյան պետություններից եւ կազմակերպություններից որևէ գրանտ դրամաշնորհ չենք ստանում։ Կապ չունենք ոչ նախկինների հետ, ոչ ներկաների հետ, բայց քաղաքականությունից կապ ունենք եւ կախված ենք, որտեւ քաղաքացին է մեզ օժանդակում։ Եվ այդ բոլոր հաշվետվությունները կան եւ հակակոռուպցիոնում, եւ հարկային մարմիններում, եւ մենք անընդհատ հաշվետվություններ ենք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կախված ընտրություններով պայմանավորված իրավիճակով։ Իսկ նվիրատվությունը ինչու է հենց ձեր անունով արվում, այլ ոչ թե մյուս նվիրատուների, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեզ։ Որովհետև մարդկանց մի ստվար զանգված կա, որ անվանական իր անունով չի ուզում փոխանցի։ Կրկին ճնշումների համար։ Վախենում են, առհասարակ մեր ժողովուրդը վախեցած կարգավիճակում է հիմա մի քիչ գտնվում, ինչը ես համարում եմ, որ նաև շատ վատ է։ Ես կզրուցեմ ժողովրդի հետ, այդքան վախեցած պետք չի լինել։ Հասկանալի է։ Պարոն Սիմոնյան, ես որքանով հասցրել եմ հետևել ձեր հարցազրույցներին։ Եվ հետո ներողություն մի բան էլ ասեմ, որ օժանդակության առյուծի բաժինը եւ ահառելի չափաբաժինը գոյանում էր այն ժամանակ, երբ որ կուսակցությունը չկար։ Նախքան ձևավորումը։ Այո։ Այսինքն այն ժամանակ, երբ որ ես հայտարարեցի քաղաքականություն մուտք գործելու եւ խնդրեցի, որպեսզի Սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը օժանդակեն իմ գործունեությունը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը առայժմ չկար։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ստեղծվեց այդ հայտարարությունից ուղիղ 1 տարի հետո։ Համագումարը տեղի ունեցավ 2025 թվականի փետրվարի 27-ին եւ արդեն ապրիլի 11-ին մենք պետական գրանցում ստացանք։ Հենց այդ ընթացքից նախքան դա էլ արդեն նվիրատվությունները եղել են։ Նախքան դա էլ դրանից հետո էլ, բայց դրանից հետո եկող տարի հաշվետվություններում կներկայացնենք, մարդիկ կտեսնեն։ Իսկ ինչ տիպի մարդկանց մասին է, շարքային քաղաքացիներ, հայտնի դեմքեր, թոշակառուներ, ուսանողներ, շարքային քաղաքացիներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, IT ոլորտի ներկայացուցիչներ, ցանկացած տեսակի մարդ էլ իր օժանդակությունը ունեցել է։ Ինչ որ հայտնի անհատներ կան, որոնց մասին օրինակ գուցե չեք կարող նշել, բայց մարդիկ որպեսզի պատկերացնեն չկա նման բան, չկա որևէ մի խոշոր օլիգարխ սեփականատեր կամ չգիտեմ ինչ որ մի օդիոզ կերպար չկա։ Եթե անգամ կա էլ, ուրեմն հաշվի համարին են փոխանցել, չգիտեմ։ Բաց է եղել։ Հա, իհարկե, կուսակցության հաշվի համարին։ Այդպես։ Ես որքանով ձեր հարցազրույցներին հետևում եմ, ձեզ գրեթե միշտ այն հարցն է ուղղվում, որ ազգային ժողով անցնելու դեպքում կհամագործակցեք Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ, թե դուք, թե պարոն Անտինյանը բազմիցս այդ հնարավորությունը բացառել եք, այդ թվում մեր տաղավարում, բայց այնուամենայնիվ այս մասով մտահոգությունները եւ մտավախությունները շարունակվում են, ինչով եք այս իրողությունը պայմանավորում եւ ինչու ձեզ չի հաջողվում մեկը միշտ փարատել այս մտավախությունը, որը կա։ Հաջողվել է փարատել, ուղղակի ինչի է աղմուկը օրեցօր շատանում, դեռ ուրիշ բռնվելու տեղ չունեն։ Ֆինանսները ստուգեցին տեսան մաքուր է, բյուրեղի է, ոչ մի sense խարդավանքներ չկա, կեղտոտ փողեր չկան, կեղտոտ ուղություններից ներոսքներ չկան։ Անձնական շրջապատը տեսան, որ էլի մաքուր, նորմալ այլընտրանքային ուժ է, բռնվելու տեղ չկա, անցած ճանապարհը բռնվելու տեղ չկա, ինչ են ուզում անել։ Տեսնում եք, որ վարկանիշը բարձրանում է։ Դուք տեսնում եք, անգամ 1 տարեկան քաղաքական ուժը անցնում է խորհրդարան, անգամ սոցիոլոգիական հարցումներում ձեր նշած IRI-ի։ Անցնում է խորհրդարան, ինչ պետք է անեն, որ վարկանիշը ցած բերեն։ Պետք է կապեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչի՞։ Որտեվ եթե դու Նիկոլ Փաշինյանի հետ կապված ես, սենա ձայներդ Նիկոլ Փաշինյանը վերցնում է, դու ինչ իմաստ ունես քո գոյությամբ։ Ստացվում է, որ ալտերնատիվան ուրիշն է, ռուսական ուղղությունն է ալտերնատիվան։ Հենց այդ ռուսական ուղղությունն էլ
Իրենց պատռում կոտորում են, որ կապեն, բայց չի ստացվում։ Մարդիկ չեն հավատում։ Իհարկե չեն հավատա, որտեղ փաստ չկա, ինչ փաստ պետք է ցույց տաս։ Փաստ պետք է ցույց տաս, որ 18 թվականին ձեզ մերժելու համար հեղափոխություն են կամ 18 թվականին քանի միլիոն հայեր հեղափոխություն անում են, ուրիշ խնդիր, որ Նիկոլ Փաշինյանը չկապիտալիզացրեց հեղափոխությունը։ Գուրգեն Սիմոնյանն էլ գիտնական վերլուծաբան է, կոնֆերանսների կմասնակցի, կուզենա խաշի սեղանի շուրջ կգնա, կուզենա, չգիտեմ, կգնա այնտեղ պարաշուտով կթռնի, քաղաքականացված ֆիգուր չի, գիտության մարդ է։ Ինչ կուզի կանի։ Եթե չեմ սխալվում, վերջերս մի փաստաթուղթ են հրապարակել, ըստ որի Փաշինյանի կառավարությունում մի պաշտոնի համար տեխնացուների շարքում նաև դուք էիք, որը դիմել էիք։ Այո, չէի դիմել։ Ես Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին կոչ արեց, ասեց, այդ որ այդպես պրոֆեսիոնալները հավաքվել եք, այդ ուր եք չենք տեսնում, ես ուղարկեցի իմ ռեզումեները, որ իրանք դիտարկեն եւ հանդիպում ունեցա, ասեցի, որ ես աշխատանքի համար դիմելու համար չեմ, այլ օժանդակելու համար եմ, կարող եմ սահմանադրական բարեփոխումների հարցով, վարչատարածքային արդիականացումների բարեփոխումների, պետական կառուցվածքի ճարտարապետության հարցով, ռազմավարությունների մշակման հարցով, պաշտպանական անվտանգային հարցով օժանդակ եմ, եղբայր։ Քաղաքական գիտությունների տեխնացու եմ, այս իմ անցած ուղիներն է եւ այլն։ Փորձեցի նաև քաղաքացիության անվտանգության խորհրդի հետ ազգային անվտանգության ռազմավարության մշակման համատեքստում օժանդակությունս ցույց տալ, շատ օժանդակություն պաշտպանության նախարարությունն եմ տրամադրել արդեն լինելով պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում որպես գիտնական վերլուծաբան, իսկ դա պաշտպանության նախարարությանը կից կառույց է, հատուկ կարգավիճակով այնտեղ։ Մասնակցել եմ պատերազմին մասնակցությունից հետո, երբ որ մեր ստորաբաժանումը հարավ-արևելյան սահմանագոտուց դուրս բերվեց արդեն թիկունք, այդ համապատասխան մարզպետի հետ ինքնաբավ մարզի ինքնապաշտպանական աշխատանքները սկսեցինք համակարգել, ես օժանդակում էի։ Ինչու՞։ Որտեղ այն ժամանակ աշխարհաժողովի օրենքը նոր էր մտել խորհրդարան, հələ պետությունը չէր հասկանում ինչ աներ։ Մենք լոկալիզացված, որտեղ մտքներովս չէր ասում պատերազմը կանգնելու է, մենք պատրաստում ենք էտապների։ Ոչ ոք չէր սպասում։ Այո։ Հիմա այդ մարզպետը նաև դարձավ նախարար, խնդրեց, որ համապատասխան գերատեսչության ռազմավարության առումով օժանդակություն, այսինքն եթե դու պետության կողքին կանգնած ես պետական մարմիններին օժանդակում ես, ստացվում է քաղաքական ուժի ներկայացուցիչ ես։ Փաշինյանին չեք աջակցել երբեք։ Բացառվում է։ Փաշինյանին աջակցել եմ 2018 թվականի հեղափոխությանը։ Ես այն ժամանակ ինքնախապեյության մեջ էի, կարծում էի Սերժ Սարգսյանին մերժելով կգա Նիկոլ Փաշինյանը ու մեր իղձերը կիրականանա, բայց հեքիաթներ ցավոք սրտի չեն լինում։ Իսկ որ պահից դա ձեզ համար 2023 թվականից հասկացա, որ մենք Սերժ Սարգսյանին չենք մերժել։ Սերժ Սարգսյանի քաղաքական մոտեցումները շարունակում է Նիկոլ Փաշինյանը եւ մենք ռուսական ուղեցրից դուրս չենք եկել ու չենք էլ պատրաստում դուրս գանք։ 2023 թվականին ես դա գիտակցեցի վերջնականապես Արցախի հայաթափմամբ եւ հետո դրանից առաջ էլ Նենսի Փելոսին եկել էր, մենք ռազմավարական շրջադարձ չկատարեցինք։ 24 թվականի հունվարից ես կոչ արեցի ժողովրդին, որ իրենց ծոցից ծնեն ալտերնատիվաներ։ Եվ ինչ եք կարծում ժողովրդը ինչ էր արձագանքում հազարավոր նամակներով։ Ձեր անունն էին տալիս, ասել եք ծոցից ծնված եք, դուք էլ ստեղծեք։ Անհնար է, չէ՞, եթե մի բանը հորինովի է, անընդհատ պատմես նույն ձևի պատմես։ Իհարկե։ Անընդհատ տարբեր ժամանակների հարցազրույցները նայեք, տեսեք, նույնն է։ Հիմա եթե մի իրավիճակ ունենանք, պարոն Սիմոնյան, եթե ԿՊՆ-ն է անցել, դուք էլ եք անցել, իհարկե բացառել եք դուք իրենց այդ համագործակցությունը, բայց իրենք ձեզ առաջարկում են, որ եկեք վարչապետը դուք եղեք, բայց մեզ նախարարական պորտֆելներ տվեք, այսպիսի կոալիցիա։ Բացառվում է կոալիցիա։ Ուրիշ բան, եթե իրենք իրենց ձայները տան վարչապետի տեխնացուն, շնորհապետական կուսակցության տեխնացուն լինի եւ աննախապայման, դա ուրիշ խնդիր։ Բայց առանց կոալիցիայի հետ համագործակցությունը հնարավոր է։ Այո, որովհետև երկիրը կանգնի օրենքի պահանջ է, եթե ես չկա նման բան, չկա նման բան։ Աննախադեպ իրենք պետք է աջակցեն իրենց падգամավորները ուղղակի մեր վարչապետի տեխնացուն եւ շնորհապետական ծրագրին կարող են կողմ քվեարկել աննախապայման։ Դա կոալիցիա չէ։ Դա նշանակում է, որ իմաստնություն կթան իրենց մեջ, դա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, դա հակառակ կողմին էլ է վերաբերվում։ Իմաստնություն կթան իրենք իրենց մեջ, երկիրը բախման չտանելու եւ կոմպրոմիսային առաջնորդի շուրջ համախմբվելու։ Սա բոլոր ուժերին վերաբերելի է։ Այո, որտեղ բոլորն էլ ի սկզբանե հայ են, չէ՞, եթե իմաստնությունը գտնեն իրենց մեջ, հանգուցալուծման ճանապարհը շատ հեշտ է։ Առանց կոնֆլիկտի, առանց արունահեղության։ Առանց արունահեղության անցումային շրջան կարելի է ապահովել։ Իսկ մյուս ուժերի դեպքում ինչ որ գործիչներ կարող են լինել, որ հնարավոր կառավարության կազմում ձեր գլխավորած կարող են տեղ գտնել։ Եթե շնորհապետական կուսակցության նման բյուրեղիա անցյալ ներկա ունեցող առաջնորդ լինի եւ շնորհապետական կուսակցության առաջնորդի նման որ անցողիկ շեմը հավաքի, այո, նույն կարգավիճակում կարող է հայտնվել, բայց ռետորական հարց, ով
Տեսնում եք այդպիսիներին։ Չկա մեր քաշի եւ մեր կշռի չկա։ Գուցե եւ կա իբնե այդպիսին, բայց այդ վստահության չափաբաժին ունեցող չկա։ Իսկ հետընտրական բախումների հնարավորություն տեսնում եք, պարոն Սիմոնյան։ Իհարկե, արդեն դուք չեք տեսնում, որ ասում են, որ չեն ճանաչելու ընտրության արդյունքները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, եթե օբյեկտիվորեն պարտվի, ձեզ թվում է իշխանությունը զիջելու է ռուսամետներին, եւ ռուսամետները, եթե պարտվեն, ձեզ թվում է թե իշխանությունը ընդունելու են։ 21 թվականին ընդունեցին։ 21 թվականին այլ հանգամանք էր, 21 թվականին համաժողովրդական աջակցության չափաբաժինը Նիկոլ Փաշինյանին մեծ էր, ինչու, որովհետև 18 թվականի հեղափոխությունից ընդամենը 2 տարի էր անցել եւ մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանի տապալումը արտաքին ուժերի ինտերվենցիայով էր պայմանավորված, ասեցին չթողեց աշխատի, 21 թվականից հետո թողեցին աշխատի, ինչ արեց, ոչ մի բան գրեթե, ինչ արեց, 8 տարի ես դու իշխանության ես եղբայր, այտենց սյուն չկա էլեկտրական, որ պատկերդ փակցված չլինի։ Սա 8 տարվա իշխանության եղած ուժի քարոզարշավի նման բան է։ Այդպիսի բան մենք կարող ենք անել, եթե մեր թափը եւ ֆինանսական ներուժը հերիք էր, չնայած չի էլ հերիքի։ Ընդ որում այդ որ ասում եք 7.5 միլիոն, որ այդքան դոլար են ծախսում, չեն հետաքրքրվում որտեղից այդ փողերը։ Դե իրենց նվիրատվությունների մասով հետաքննություններ եղան եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվեց։ Բա հիմա անգել եք կոպեկներ եք հաշվում, չեք ամաչում։ Այդ նույնա ոնց որ գանձարան, գանձագողին, գանձարան գողացողին բաց թողնես։ Հաց գնաց մարդուն, ասես որտեղից այդ փողը որ հացը գնել ես, չես գողացել է, գնել ես։ Նաև տեսնում ենք, որ Փաշինյանը աշխարհաքաղաքական դերակատարների անվերապահ աջակցությունն է վայելում։ Մենք այս ընթացքում լսել ենք Հական Ֆիդանի, Մակրոնի, Վենսի, Ռուբիոյի, վերջերս էլ արդեն Թրամփի հայտարարությունը, որ նրանք ընտրություններում աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ձեր գնահատմամբ ինչի շնորհիվ է Փաշինյանին հաջողվել իր շուրջը նման լայն կոնսենսուս ձևավորել եւ արդյոք նման հայտարարությունները միջամտություն չեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Անշուշտ միջամտություն է, բա եթե դու տանը պարտվում ես, պետք է դրսից տղա բերես, չէ՞։ Ինչ գիտեք խնդրանք չի, ինչ գիտեք ինչ ա զիջվել դրա դիմաց։ Շատ դա ողբալի բան է, շատ վատ բան է։ Որևէ արտաքին պետության առաջնորդ իրավունք չունի քիթը մտցնի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, սահմանադրական կարգի փոփոխություններին, առաջնորդի կերպարին եւ առաջնորդին սատարելու հանգամանքին։ Դա հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքանդրության որոշելիքն է։ Դեպքում այս ուժերի հայտարարությունները ձեր գնահատմամբ ինչ ազդեցություն կարող են ունենալ ընտրական պայքարի վրա։ Ես չգիտեմ, բայց դրական չի կարող լինել։ Դրական չի կարող լինել, որովհետև ներքին process-ներում երբ որ դրսից են փորձում ինչ որ հուշումներ տան, ես օրինակ Հական Ֆիդանին ասում, քանի տարի ես Երևանում ապրել եղբայր։ Հայաստանի Հանրապետությանը հարկեր մուծել ես։ Ինչ գործ ունես, միջամտում ես։ Եվ բոլորին։ Եվ բոլորին։ Եվ բոլորին, ընդ որում Մարկո Ռուբիոյին մենք նամակ հղեցինք Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավարի կարգավիճակով, ես նամակ գրեցի եւ այդ նամակը բաց հրապարակված է Facebook-յան կայքում եւ նաեւ դրա բնօրինակը հանձնված է պետական դեպարտամենտ։ Իսկ գինը, որը կարող է լինել այդ աջակցության, նշեցիք հայտնի չէ, բայց ինչ եք ենթադրում, ինչի դիմաց դա կարող է լինել։ Ինչ իմանամ, դեռ կան, չգիտեմ, հազվագյուտ մետաղներ, ճանապարհներ, դիվանագիտական քայլեր, քվեարկություններ համապատասխան ձևաչափով, թույլտվություն, ինչ իմանանք, ինչ կարա լինի։ Գուցե բաներ, որոնք անգամ հայտնի չեն։ Իհարկե, անշուշտ։ Ուզում խոսենք նաև հայ-ռուսական հարաբերություններում վերջին օրերին ստեղծված իրավիճակից։ Մոսկվայից ամենաբարձր մակարդակով բավականին կոշտ հայտարարություններ են հնչում, Հայաստանին կոչ են անում ընտրություն կատարել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև, նաև տարբեր ապրանքների ներմուծումն է արգելվում Ռուսաստան-Հայաստանի տարածքից։ Ի վերջո ինչ խնդիր է Մոսկվան այս ճանապարհով լուծում եւ սա մեր հանրության տրամադրությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների նախաշեմին։ Փորձում են վախեցնել եւ ահաբեկել, մի վախեցեք, գազի գինը չեն թանկացնի։ Մի վախեցեք, գազի գինը չեն թանկացնի, եթե թանկացրեցին կկորցնեն հայ-ռուս գազարտը իր ամբողջ ենթակառուցվածքներով, պայմանագրի մի մասը գազի գինը չեն թանկացնի, մի վախեցեք, փորձում են ահաբեկել, ինքնիշխան են մնում այն պետություններն ու ժողովուրդները, որոնք ահաբեկություններից չեն ահաբեկվում, այլ իրենց մարտը տանում են հանուն ինքնիշխանության։ Այսինքն իրենց ցանկալի ուժերի օգտին քաղաքացիներին, որպեսզի ուղղորդեն, որ գնան քվեարկեն այս ճանապարհով։ Այո, բայց այնպես չի էլի, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ցանկալի ուժ չի։
Այդ դեպքում ինչու են այսպես անում, եթե ցանկալի ուժ է։ Բամբանյերկայի մեջ ամենա իրանց չսիրած շոկոլադն է։ Բայց այդ բամբանյերկան իրանք սիրում են, այդ իրանցն է։ Մի քանի տեսակի շոկոլադներ կա, որն ամենաշատն է սիրում, չէ, քան ինչ որ մեկը։ Այդ ինքը այդ ինչ որ մեկն է, բայց նույն բամբանյերկայի մասը։ Ավելի նախընտրելիներ կան այստեղ։ Այո։ Մեր խնդիրն է, որ այդ բամբանյերկան դրվի մի կողմ։ Իսկ այստեղ ռիսկ չէ։ Շոկոլադատուփը։ Նմանատիպ իրավիճակում հնարավոր չէ, որ հանրությունը համախմբի Փաշինյանի շուրջ եւ սա հակառակ ազդեցություն ունենա։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությունը գրագիտացել է եւ քաղաքականապես է գրագիտացել։ Հիմա ամսի 7-ին կերևա, թե ինչ չափաբաժնով, ինչ ընտրություն կկատարեն, ինչ ազդեցության տակ են գտնվում, ինչ ռոպագանդա եւ հակաքարոզչության տակ են գտնվել եւ կյանքը մարդկանց նորից էլի կկանգնեցի ճիշտ ճանապարհով։ Այս ընտրություններով շատ բան է པարզ լինելու։ Այս ընտրությունները կդնի վերջակետներ նախքին քաղաքական համակարգի մասով։ Լավատեսակ։ Եվ կծնի նոր քաղաքական համակարգ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ նոր քաղաքական համակարգի մեջ կարող է տեղ ունենալ։ Չունի։ Սպառել է իրեն վերջնականապես։ Նիկոլ Փաշինյանը տեղավորված է նախկին քաղաքական համակարգի մեջ եւ վերածված է այդ 4 գլխանի վիշապի գլուխներից մեկը։ Պարոն Սիմոնյան, դուք նաև նշում եք, որ ձեր իշխանության գալու դեպքում Հայաստանը անմիջապես դուրս է գալու եւ Եվրասիական տնտեսական միությունից, ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից, եթե չեմ սխալվում, ԱՊՀ-ի մասով հայտարարություն չեմ լսել իհարկե։ Լսել եք ու ես ասել եմ քանիցս, այդ երեքը միաժամանակյա եմ ասում, ընդ որում ԱՊՀ-ից սկսած։ Իսկ ինչու հենց ԱՊՀ-ից։ Որտեվ ԱՊՀ-ն Բելովեժյան պակտով ձևավորված ինստիտուտ է, որը էրոզիայի է ենթարկում, արժեզրկման են ենթարկում ձեր ինքնիշխանության սկզբունքները։ Դա ԽՍՀՄ 2.0-ի մասին մոտեցում է։ Եթե դուք այդտեղ եք, դուք չեք կարող պատշաճ եւ հավուր պատշաճի սպասարկել ձեր սուվերենիտետը, ինքնիշխանությունը։ Սրանով նաև միութենական պետություն մտնելու ճանապարհ ստեղծելու։ Դա ճանապարհը կա, մնում է դու քեզ քաշեն այդ ռելսերի։ ԱՊՀ-ից դուրս գալով դու այդ ռելսերից դուրս ես գալիս։ Հիմա եթե գանք բուն Եվրասիական տնտեսական միության մասով, եթե Հայաստանը դուրս գա, դուք ինչպես եք մտադիր այս արտահանումների խնդիրը լուծել, քանի որ գիտենք Եվրոմիության դեպքում նշվում է, որ մեր ապրանքները այդ ստանդարտներին չեն համապատասխանում, անգամ համապատասխանելու դեպքում էլ պատրաստ չեն ընդունել։ Որտեղ է նշվում։ Բազմաթիվ փորձագիտական գնահատականներ։ Մի հատ օրինակ բերեք փորձագիտական գնահատականի։ Մենք տնտեսագետներից շատ ենք լսում այս գնահատականը։ Մեկի անուն ազգանունը տվեք։ Եթե առանց տիրաժավորելու նշենք։ Նշանակում է, որ չի կարելի նման հայտարարություն անել բազմաթիվ աղբյուրների։ Հիմա օրինակ գիտեք, որ կոնյակ եւ ալկոհոլային խմիչքներ են Եվրամիության շուկա արտահանվում Հայաստանից։ Բայց փոքր քանակով։ Բայց արտահանվում է, չէ՞։ Ինչ է խանգարում քանակը մեծացնել։ Դա նշանակում է, որ կեղծիք չի կարելի տարածել, լրատվամիջոցները պիտի պատասխանատվության զգացում ունենան։ Այսինքն Եվրամիությունը պատրաստ է Հայաստանից մեծացնել մատակարարումների ծավալը։ Այսինքն դուք տեսաք, չէ, որ այո, հիմա մատակարարվում է, չէ, Եվրամիություն։ Ինչից հետո, երբ որ էմբարգո սահմանվեց, իսկ դուք գիտեք, որ 80%-ը Ռուսաստան արտահանվող ապրանքների ալկոհոլային խմիչքներն են Հայաստանից։ 80, նաև գյուղմթերքը ավելի 80, կարծեմ 70% ալկոհոլայիններ, մոտ 20% գյուղմթերքներ։ 10% մանր մուներ ուրիշ բաներ էին։ Հիմա եթե 70%-ը ալկոհոլային, անգամ 80 էր, եթե չեմ սխալվում, նայելա, ճշտելա պետք։ Հիմա եթե ալկոհոլային խմիչքները չի արտահանվում Եվրասիական տնտեսական միություն, այլ գնում է եվրոպական շուկա, փաստը ձեզ համար փաստ չի, որ Եվրոպան առավ այն, ինչ որ պիտի գնար այնտեղ, նրանք խնդիր էին տեսել դրա մեջ։ Կարող ենք նաև ավելի մեծացնել եւ այս ճանապարհով լուծել խնդիրը։ Բա մտել է արդեն շուկա։ Ինչ տարբերություն, մի հատ է մտել, թե 10 հատ մտնի, նույնն է մտնում։ Իսկ այս գնահատականները այս դեպքում ինչու են դաշտ նետվում։ Որովհետև այդ մարդիկ նախ պետք է հասկանալ ում են սպասարկում առհասարակ եւ արդյոք այդ պրոֆեսիոնալիզմը ունեն նման գնահատական տալու։ Պետք է շատ զգուշ լինել, վտանգավոր ժամանակներ ենք ապրում։ Մեր լրատվականները դի պատասխանատվության գիտակցում ունենան։ Եվ պարոն Սիմոնյան, 3 ընտրություններից ընդամենը 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահի հետ։ Ձեր գնահատմամբ ինչով էր պայմանավորված այս հեռախոսազրույցը եւ որքանով այն կարող է կապ ունենալ սպասվող ընտրությունների հետ։ Կարող է զանգելը խնդրել ասել սահմանը բաց մի շաբաթով։ Ինչ գիտենք, ինչ է ասել։ Այս խնդիրն է հիմնականում փորձել լուծել։ Երևի, ով գիտի։ Սահմանը բաց, որ շանսերս մեծանա։ Իսկ իրատեսական համարում եք, որ Թուրքիան այդ քայլին կգնա հիմա։
Եթե գնացած լիներ, հեռախոսազանգը չէր տեղի ունենա, հեռախոսազանգը դրա համար է, երևի խնդրել աղաչել, չգիտեմ ինչ արել, բայց ձենձուն չկա, շարժ չկա, որտեղ մեծ հաշվով Թուրքիայի համար ինչ ըստ ինչ ընտրություններ կլինի, մեկը քո քաշային կատեգորիան ուրիշ է։ Նաև շատ է դաշտ նետվում են թեզը, որ իրենք Փաշինյանի վերարտադրությանը նպաստելու խնդիր ունեն։ Այո։ Ինչի, որտեղ Փաշինյանը հարմար ֆիգուրա այն առումով, որ Շահան Նաթալիի սկզբունքով է առաջնորդվում։ Եթե մանրամասնեք, Շահան Նաթալին ասում է ձեր աղերսանքները խաղաղության մասին թուրք նկալում է որպես ինքնամորթվելու պատրաստակամություն։ Ես նաև նշեմ, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Էրդողանը Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ է շնորհավորել, բայց թուրքական կողմի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չկար։ Սա ինչի մասին է վկայում։ Ինֆորմացիոն աղետի եւ հիբրիդային տեղեկատվական գրոհի սեփական ժողովրդի հանդեպ։ Իսկ ինչ է դրանով ստանում Նիկոլ Փաշինյանը։ Վարկանիշային որոշակի չափաբաժիններ ընտրություններում լավ դիրքավորվելու համար։ Ժողովուրդը շանս ունի կենտրոնացեք այլընտրանքային ուժերի շուրջ։ Հանուն հայրենիքի, հանուն հավատի։ Եվ մենք գիտենք, որ ընտրությունների համատեքստում մեր հանրության շրջանակում շարունակում են մեծամասնություն կազմել այն քաղաքացիները, ովքեր դեռևս կողմնորոշված չեն կամ առհասարակ մտադիր են չմասնակցել ընտրություններին։ Շատերը օրինակ նշում են, ինձ համար ինչ տարբերություն երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը կլինի, թե մեկ ուրիշ է։ Եթե ձեր խոսքով դիմեք այս մարդկանց, ինչ կոչ կանեք։ Ես կոչ կանեմ հետեւյալը, երբ որ դուք քաղցած եք լինում, մտնում եք ռեստորան հաց ուտելու, ինչ տարբերություն Բոլտ ու գայկակը բերեն ձեր առաջը կդնեն, թե համեղ ուտեստներ։ Նույն սկզբունքով էլ ինչ տարբերություն, որ ասում եք երկրի ղեկավարի հետ կապված, իմացեք, այն երկրի ղեկավարը, որը երկիր տանում է կործանման ու այն երկրի ղեկավարը, որ երկիրը կարող է տանել բարգավաճման նույնն է։ Շատերը չեն գիտակցում այս տարբերությունը։ Դեպի գիտակցեն։ Դե դրա համար հարգելիներս, վասն հայրենյաց, վասն հավատի, հանուն հայրենիքի, հանուն հավատի, գնացեք ընտրությունների։ Եվ փոփոխություն բերեք երկրին, փոփոխություն է պետք երկրին։ Իսկ մասնակցության մասով, քանի որ մենք եթե ընտրությունների միջոցով ակնկալում ենք իշխանափոխության հասնել, ապա մասնակցությունը պետք է հնարավորինս բարձր լինի։ Այո։ Ինչպես նպաստենք բարձր մասնակցությանը այս դեպքում։ Մարդիկ պետք է գիտակցեն ուղղակի, հասկանան, որ առանց իրանց Հայաստանը կփլվի, իրենց ձայնը վճռորոշ է։ Եվ տեղեկատվական աղմուկի մեջ փորձենք ճիշտ տեղեկատվություն տանք, մանիպուլյացիաներ չի կարելի անել, վտանգավոր է։ Կկորցնենք երկիրը, հետո ոնց ենք ինքներս մեզ հայլու մեջ նայելու։ Եվ պարոն Սիմոնյան, եթե այնուամենայնիվ մենք մի իրավիճակ ունենանք, որտեղ օրինակ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքներով պարտված կլինի, օրինակ նույն ընդդիմադիր ուժերը հավաքական առումով իշխանություն ձևավորելու հնարավորություն կունենան, բայց վերջինս չի ընդունի իր պարտությունը եւ չի հեռանա։ Այդ դեպքում նույն ընդդիմությունը ինչպես պետք է իր հաղթանակին տեր կանգնի եւ թույլ չտա դա, այսպես ասած, գողանալ իրենից, թեկուզ եւ եթե դա ձեր ուժը լինի։ Պետք է փորձել հասկանալ, որ կոմպրոմիսային տարբերակ կա, կոմպրոմիսային տարբերակը Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունն է։ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը կգա իշխանության եւ 1 տարի ժամանակահատված կունենա միջև հերթական արտահերթ ընտրություններ կազմակերպելը։ 1 տարվա ընթացքում մենք լուստրացիա կիրականացնենք եւ ժողովրդին կձերբազատենք օդիոս կերպարներից։ Խոսքը որ ուժերի մասին է այս դեպքում։ Բոլոր նախագահների ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի մասին է խոսքը գնում եւ առանձին անհատների նոր ուժեր կգան կմասնակցեն եւ այդ նոր ուժերը կոմպրոմիսային տարբերակով երկիրը բախումից կձերբազատեն։ Արունահեղությունը կկասեցնենք։ Այսինքն դուք մտադիր եք նրանց գործունեությունը արգելել Հայաստանում, ճիշտ է, հասկանում։ Իհարկե, բոլոր այն ուժերի, որոնք որ առհասարակ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ դա մեր երկրի միջազգային հեղինակությունը օրինակ վնաս չի հասցնի, եթե մենք արգելված կուսակցություններ ունենանք։ Չկա նման բան, որովհետև բոլոր պետությունները ազատագրվելուց հետո ինքնամաքրվել են։ Անկամ եվրոպական շատ զորեղ պետություններ, այդպիսիք, ինչպիսիք Ֆրանսիան է։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Կհանդիպենք։